Մեծարգո նախագահ, շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, իհարկե անօգուտ է կրկնել ընդդիմության համար, որ մեր սահմանադրության մեջ գրված է, որ կրոնական կազմակերպություններն են անջատ պետությունից, այլ ոչ թե եկեղեցին է անջատ պետությունից, եւ պարոն Դանիելյանը 3 ամբիոնից կրկին անգամ ասեց, որ եկեղեցին է անջատ պետությունից, որպեսզի այն արտոնությունը, որը նրանք երևակայում են, վերաբերելի լինի ոչ բոլոր կրոնական կազմակերպություններին։ Այդ պարագայում ակնհայտ կդառնար, որ խոսքը ոչ թե արտոնության մասին է, այլ սահմանափակման մասին է։ Բայց նաև նա մի երկրորդ միտք էլ հավելեց, կրկնելով, որ սահմանադրության այս դրույթը, թեկուզ աղճատված, դարերով եկած կարգն է։ Այսինքն ըստ մեր ընդդիմության, մեր սահմանադրությունը ոչ թե ժամանակակից աշխարհի դրվածք է ձևակերպել, այլ ինչ-որ մի դարավոր կարգ։ Ուզում եմ հստակեցնել, հիմա ես կբացեմ, թե սա մասնավորապես ինչ է նշանակում։ Հստակեցնել, որ ամեն ինչի դարավորը չէ, որ լավ է։ Եվ եթե դուք ասում եք, որ պետության կարգը սահմանադրության մեջ ուրեմն դարավոր կարգն է, մի պահ պետք է վերադառնանք եւ հասկանանք, որ նախ մենք տևական ժամանակ պետություն չենք ունեցել, հետեւաբար դա այլ պետությունների եւ եկեղեցու հարաբերության մասին է ամենայն հավանականությամբ ձեր երևակայության մեջ, իսկ երբ ունեցել ենք, խոսքը եղել է նախարարական տների մասին եւ այո, ձեր քաղաքական գիծը, եթե վերլուծենք, մոտավորապես այդ նախարարական տների նմանությամբ երևակայվում է, որ կա Ներսիսյանների ընտանիքը, խոշոր կալվածատեր հայ առաքելական եկեղեցու հողերի եւ վանքերի, կա Կարապետյանների ընտանիքը, կա Քոչարյանների ընտանիքը, դա ձեր քաղաքական երևակայությունը եւ դուք երևակայում եք, որ դե նրանցից յուրաքանչյուր իր ազդեցության գոտին ունի եւ նրանք միմյանցից անջատ են։ Եվ քանի որ այս ընկալումը կա, ես օրենքի համատեքստում ուզում եմ ապագա բոլոր գործընթացների համար հստակեցնել, որ օրենսդիրի մենք կքվեարկենք այս օրենքը եւ ինքը ուժի մեջ կմտնի։ Մեր ընկալմամբ, երբ ասում ենք հանրային շահին չպետք է հակասի ապագա իրավական գործարքը, նկատի ունենք, որ եկեղեցու սեփականությունը բոլորիս ընկալմամբ պատկանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ այդ շահին չպետք է հակասի ապագա որևէ հնարավոր գործարք։ Շնորհակալ եմ։